Ես որ գնացի ջերմուկ, այտերը մի քիչ ոնց որ կարմրած էր, ուռած էր, ասենք ծեծել են քեզ, ինքը բան չասեց ինձ։ Երեկվանից բարձրացած աղմուկից ու պաշտպանության նախարարության հերքումից հետո 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը որդու հնարավոր ծեծի մասին զգուշավոր է խոսում, ասում է, թե չգիտի իրականում ինչ է տեղի ունեցել։ Երեկուշ երեկոյան իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-յան իր էջում մոր ահազանգի հիման վրա գրել էր, թե զինծառայողը մեջբերում եմ դաժան ծեծի է ենթարկվել։ Պաշտպանության նախարարությունը րոպեներ անց հերքեց այս տեղեկությունը։ Որևէ ծեծ կամ առավել եւս դաժան ծեծ տեղի չի ունեցել, տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, նշում են ռազմական գերատեսչությունից։ Այսօր արդեն Ազատության հետ զրույցում զինծառայողի մայրը Լուսինեն պատմում էր, թե Զորամասում որդուն տեսնելուց հետո կասկածել է, որ տղային ծեծել են։ Ես որ գնացել եմ ջերմուկ, ինքը ահավոր ծեծի ենթարկված չի եղել։ Ուղղակի իր այդ այտերի մասը մի փոքր այտուցված է եղել։ Ու այդ դեմքի միմիկաներն է փոխված եղել, որ տեսա մի քիչ տենց այտերը ուռած, ասում եմ քեզ ծեծել են երևի հաստատ։ Տենց կասկածեցի, ասի քեզ ծեծել են, ինքը ոչ մի բան չի ասում։ Այսինքն ինքը ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ ծեծել են։ Ոչ մի բան չի ասել, չէ։ Գուցե վախենում էր ինչ որ բան ասել։ Չեմ կարող ասեմ։ 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը պատմեց, որ տղայի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է։ Հեռախոսազրույցների ընթացքում շարունակ բողոքել է, որ լավ չէ։ Մոր Լուսինեի խոսքով տղան ասել է, թե ձայներ է լսում, քնել չի կարողանում։ Հետո ասեց բան, այդ գալուցինացիան, որ իմ համար ասենք դա տեսիլքներ է տեսնում, այսինքն թե լսում է։ Լսում է։ Ձայներ է լսում։ Հա, ասում ինչ ձայներ ես լսում, ասում է կնոջ ձայն եմ լսում, ավելի ձայն եմ լսում, շուտ տարօրինակ բաներ։ Որդու բողոքներից հետո մոր փոխանցմամբ նախանցած Կիրակի գնացել է Զորամաս եւ տեսել, որ իր խոսքով ինչ որ բան այն չէ տղայի հետ։ Գիտեք, ոնց որ իր դեմքը այն Հայկի դեմքը չէր էլի։ Գիտեմ, ծեվի չեմ կարող բացատրեմ։ Դաժե աչքերի հայացքը այն չէր, չգիտեմ պատճառը էլի։ Իր չքնելներ թե ինչներ չեմ կարող ասեմ։ Ասենց աչքերս ծեվի հայացքս աչքերը թրթռացնում են, չեմ կարող բացատրեմ ինչեր էր անում այդ դեմքը, տաշկը, չգիտեմ գլուխը, մի խոսքով։ Դա ունեցել է ինքը այդ նշանները միջև բանակ գնալը։ Չէ, ինքը հա նևրոզ է ունեցել, ներվային եղել, բայց այտենց ձեներ, այտենց բաներ չի ունեցել։ Լուսինեն Ազատության հետ զրույցում պատմեց, որ տղային ջերմուկում տեսնելուց հետո զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ահազանգել հնարավոր ծեծի մասին։ Ես ասացի մտածում եմ իրան ծեծել են, որտեվ այդ որ տեսա իր այդ դեմքի մի փոքր այդպես ասում Հայկ ջան, ոնց որ ծեծել են քեզ։ Ինքը բայց ձեն չէր հանում, ոչ մի բան չէր ասում։ Մոր փոխանցմամբ նաև Զորամասի ղեկավարությանն է դիմել, խնդրելով տղային տեղափոխել հիվանդանոց։ Զորամասը, որ ասացի գալուցինացիա ունի, ես խնդրում եմ, որ տանեք էլի իրան բուժօգնություն, որ ցույց տան, որ ավելի չվսրվի իր վիճակը։ Մայրը ՄԻՊ-ին ու Զորամասի նահազանգելուց բացի նաև կապվել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Հենց Ալեքսանյանի Facebook-յան գրառումից հանրությունը տեղեկացավ զինծառայողի խնդիրների, այդ թվում նրա հոսպիտալում գտնվելու մասին։ Ռազմական գերատեսչությունը հաստատում է, ժամկետային զինծառայողը այժմ Կանազի զինվորական հոսպիտալում է, բայց ոչ թե ծեծի, այլ առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, նախարարությունը չի մանրամասնում, հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանն ու բժշկական գաղտնիքի մասին օրենքին։ Հոսպիտալում գտնվող 19-ամյա ժամկետային զինծառայողը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարին։ Մոր խոսքով տղան մեջբերում է նևրոզ, նյարդային խնդիրներ ունեցել է, բայց ոչ հոգեկան խնդիրներ։ Բանակ է զորակոչվել 7-ի Գ կետով։ Կառավարության 2018 թվականին սահմանված զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում 7-րդ կետի Գ ենթակետը վերաբերում է մեջբերում եմ թեթև եւ կարճատև հոգեկան գործունեության խանգարումներին, որոնք ենթարկվում են բուժման եւ ավարտվում են լավացումով։ Այս դեպքում զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով։ Արդյոք զինծառայողի հոսպիտալացման պատճառը կապված է հենց այս խնդրի հետ, պարզ չէ։ Պաշտպանության նախարարությունը միայն նշում է, թե զինծառայողը ներկայումս գտնվում է հետազոտման փուլում։ Որդու առողջական վիճակով անհանգստացած Լուսինեն թեև պնդում է, որ իրականում չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց նշում է, որ տղան չի ցանկանում այլևս նույն Զորամաս վերադառնալ։ Ինչու, որն է պատճառը։ Ասում է ես չեմ կարել չաստ գնամ մամա ջան, ես չեմ ուզում, չեմ կարել այդտեղ գնամ, ասում է ինձ մի բան արա, որ ես էլ չաստ չգնամ։ Ինչու։ Չգիտեմ, ուրիշ Զորամաս կգնամ, եթե ի վիճակս ների, բայց այդտեղ չեմ ուզում գնամ։
Այսինքն ինչ որ բանից գուցե վախենում է, ինչ որ հարաբերություններ։ Չգիտեմ ճիշտն ասած, ոչ մի բան չգիտեմ։ Մարին ասում է, որ տղան վերջին շրջանում Զորամասում քնի խանգարում է ունեցել, ներարկումներ է ստացել, տեղյակ չէ ինչ դեղամիջոցներ են օգտագործվել, չի պատկերացնում, թե այդ վիճակում ինչպես պետք է նա շարունակի զինծառայությունը։ Ես վախեցել եմ, իր կյանքի համար եմ վախում հենց հիմա ես։ Ինչու։ Չգիտեմ, որ ինքը ասում է ես չգնամ, այդ դրա համար իմ մեջ վախ առաջացել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այսօր եղել են զինվորական հոսպիտալում, հանդիպել 19-ամյա Հայկ Ախրաբյանին։ Ինչ է պատմել զինծառայողը պաշտպանի ներկայացուցիչներին, հայտնի չէ։ Պաշտպանի գրասենյակն այցի մանրամասների վերաբերյալ առայժմ տեղեկություն չի տարածել։